Ադրբեջանը շինծու անտրամաբանական մեղադրանքներ է ներկայացրել, որը ծաղր է ոչ միայն մեր հայրենակիցների նկատմամբ, ոչ միայն մեր նկատմամբ, այլև ամբողջ միջազգային հանրության նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի կարգավորման քաղաքական բանակցությունների ողջ ընթացքում Մինսկի խմբի համանախագահները, ներառյալ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ այցելել են Արցախ, հանդիպել են Արցախի ղեկավարության հետ։ Արդյոք Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդիպել են ահաբեկիչների հետ, մարդասպանների հետ, ցեղասպանություն գործողների հետ, հանցագործների հետ։ Իհարկե ոչ։ Այդ մարդիկ ներկայացրել են Արցախի ժողովրդին, օրինական ընտրված ներկայացուցիչներ են եղել, որոնց իրավազորությունը, լիազորությունները ճանաչվել են միջազգային հանրության կողմից։ Այսօր խնդրում ենք ձեզ, ձեր ամբողջ հեղինակությունը բանեցնել եւ ապահովել, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, միավորվեն իրենց ընտանիքների հետ։ Մենք հասկանում ենք պատժամիջոցները, որոնց բացի այդ, պարոն փոխնախագահ, Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը, քրիստոնեական մշակութային ժառանգությունը, որը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի մաս է կազմում, որպես քրիստոնեական արժեքներ դավանող անձ, կոչ ենք անում ձեզ, սանձել Ադրբեջանի բարբարոսությունը, սանձել այն վայրագությունները, որ նրանք իրականացնում են մեր վանքերի դեմ։ Վերջը վերջո ակնհայտ է, որ սրանով ադրբեջանցիները ուզում են ջնջել Արցախում հայկական հետքը, որ ինչ-որ մի պահի ասեն այստեղ հայ չի եղել։ Խնդրում ենք ձեզ, կանխել այդ վայրագությունները, պահանջել, որ Արցախում գտնվող քրիստոնեական, հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության կոթողները պահպանվեն։